Քարերին խոսեցնողը այլևս լուռ է։ Ճարտարապետ գիտնականի վաստակը անկշռելի է։ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հրաժեշտ են տալիս Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ վաստակավոր ճարտարապետ գիտնական Մուրադ Հասրաթյանին։ Մեծ հայը հունիսին կդառնար 91 տարեկան։ Հասրաթյանը Մատենադարանի Հայաստանի պատմության թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան Մորուս Հասրաթյանի որդին է։ Նա ավարտեց պոլիտեխնիկն ու դարձավ Երևան նախագիծ ինստիտուտում Գևորգ Թամանյանի արվեստանոցի առաջին ճարտարապետներից մեկը։ Հասրաթյանի ձեռագրի խորը հետքը նաև Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության բացահայտման ու փաստագրման գործում է։ Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի եւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ մինչև այսօր հենք են Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող կեղծարարություններին գիտական պատասխան տալու համար։ Նրա հոդվածները եւ հետազոտությունները լույս են տեսել ավելի քան 20 լեզուներով։ Ես որպես գիտնական կայացել եմ մի քանի ուսուցիչների շնորհիվ եւ դրանցից մեկը ինքն էր, ինչքան էր ինձ ոգևորում, որ խաչքարերը հետազոտեմ, որ դա խիստ կարեւոր է, որ ուրիշ միանշանակ եւ մեկ էլ Արցախն եմ հիշում, էլի Արցախի ճարտարապետության հայկականությունը երևի 90%-ով պարտական է պարոն Հասրաթյանին։ Ոչ միայն Արցախի, Նախիջևանի տարածքի հուշարձաններ են նա շատ այսպես չափագրել, վավերացրել։ Ժամանակին մենք ասում ենք ես կարող եմ ասել, որ ճարտարապետական գիտության, մեր հայ ճարտարապետական գիտության ռահվիրաներից է Մուրադ Մարգարիչը, ինչպես որ ասենք Թորամանյանն է։ Մուրադ Հասրաթյանը ինքնամոռաց եւ անշահախնդիր էր պաշտպանում ու վավերագրում հայկականը միջնադարյան քրիստոնեական ճարտարապետությունից մինչև Օսմանյան կայսրություն, խորհրդային Հայաստան ու հայկական գաղթօջախներ։ Իր կյանքի ընթացքում ստեղծել է հայկական ինքնության անձնագրեր ամբողջ աշխարհում, Արցախից մինչև Թբիլիսի, Նախիջևանից մինչև Բեյրութ, չափագրել է 150 հուշարձան։ 29 տարեկանում առաջին անգամ այցելել է Արցախ, դառնալով ոչ միայն Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտից Արցախ այցելած, այլև պատմական Հայաստանի այդ նահանգի ճարտարապետությունն ուսումնասիրած եւ փաստավավերագրած առաջին հայ գիտնականը։ Արդեն 37 տարեկանում վավերագրել է խորհրդային Հայաստանի ամբողջ ճարտարապետական ժառանգությունը։ Խորհրդային տարիներին, երբ որ նա այցելում էր, ասենք, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, այն ժամանակ այսպես ասած, եւ հուշարձանները չափագրում էր, դա նույնիսկ կյանքին վտանգ սպառնալու պարագայում էր։ Երբեք ես նրան, ասենք թե վրդովված չեմ տեսել, այնքան մեղմ էր անում եւ այնքան համոզիչ, որ ուղղակի դու չես կարող արդեն որևէ իր ասած բանը ուշացնել, չանել։ Իր կատարած ահռելի աշխատանքի հետ մեկտեղ խորապես համեստ էր, այսպես են նրան հիշում ընկերներն ու մտերիմները։ Ասում են, պրոֆեսորն իր գործը համարում էր ծառայություն հայ ժողովրդին։ Ինքը շատ բան գիտեր, ամեն հարցում գիտեր, ինքը իր ժպիտը, իր համբերատարությունը, բանը միայն ընդօրինակելի էին։ Եվս մի գույն պակասեց հայկական գիտական կյանքից, բայց նրա գործը մնաց որպես վկայություն ու ուղեցույց ապագա սերունդների համար։ Քարերի մեջ դրոշմված Հասրաթյանի հայրենասիրությունը կխոսի սերունդների հետ, որպես պատմական հիշողություն ու սեփականության իրավունք։ Թեև նրա երկրային կյանքն ավարտվեց, բայց նրա վավերագրած Հայաստանը մնաց չափագրված, անվիճելի եւ հաստատուն։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։